Հիմա իրան ոչ քուրտուղություն են տալի, ոչ մի բան։ Հիմա ես ինչ կայի։ Նարեկ Բաղդասարյան ասում է, որ ես գումարը դու մտել որ մուծել ես։ Մտել այո դրպանը։ Ասին այո մտել ես, որովհետև իրենք այս գումարներից ստանում են բարձր աշխատանք։ Այսինքն գումարները հավաքվում են, հարկերով, եւ այդ հարկերը դառնում են աշխատանք։ Այո մտել ես։ Եվ ինքը իր պատասխանատվությունը պատճառ չի կատարել։ Ոնց ձեր Անայ բազմակի հազարավոր քաղաքացիներ դեպի հիմա նայ քննում են Արինյանը ասե դուք պետք է լինեք իրենց թուրքական խմբակի այոթանանի ապեզեն տվելա ես ասել ապեզեն տվելա ներողություն ձեզ անցյալ անգամ ընդունեցին ինչ ասաց ոչ մի բան էլի խափեցի հիմա տեսեք այս ապեզեից հետո պետք է տրվի նաև այլ փաստաթղթեր այդ բոլոր փաստաթղթերը արժեն ստվերային շրջանառությամբ նաև մեծ գումարն են դա ամեն մեկի չեն տալիս ես ունեմ հիմային տեսեք պարսակի մեջ փաստաթղթեր որը վերաբերում է այլ անձանց լուծել են բայց այդ մարդկանց 441,000 Նարեկ Բաղդասարյանը Բարսեղյանը խնդրեմ Նարեկ Բարսեղյանը ասում է որ այդ գումարը իմ գրպանը չի մտել Իմ ձեզ տվել այսինքն կանխի ես իրա ձեռը 1,800,000 չեմ ներողություն ճիշտ եմ հիշում աստիճանների խնդիր է այո ինքը հիմա ինձ ասում է ես պետք է որոշեմ ես էլ չեմ անելու Այսինքն եթե 1,800,000-ը կտաս, ես էլ կանեմ, բայց հաստը այն է, որ ապետ Արինյանը, խնդրեմ, թույլտվությունը տվե, ստորագրե տնիկն է խփել, ապեզեով, խնդրեմ, նայեք, ասում է այդ գումարներ իմ գրպանը չի մտել, այսինքն ես այս գումարը, Նարեկ Բարսեղյանն է, այո, Նարեկ Բարսեղյանը, ասում է այս գումարը, որ դուք տվել եք, իմ գրպանը չի մտել, այսինքն իրա պապան կաշարակ էր, Հայկ Մուրադյանը կաշարակ էր, տրանից առաջ մարդիկ, որ կոռուպցիա, որ ասում են չկա, այդ կոռուպցիայի ու կաշառքի վրա բռնվել են, հիմա ասեն շղթան գնում այն փաստաթղթերով, ես էլի մուծել եմ, այդ ցավը տանեմ, չեմ տալի, որ գոնե այդ մի աստիճանը սարքեմ, ես այս պետությանը եկել եմ, որ դուռը թակեմ, ասեմ, գիտեք ինչ, դուք իմ տղային սպանել եք, գլուխը կերել եք, ես ձեզանից բնակարան եմ ուզում, ասում եմ, չէ, այմատ, ես իմ ուժերով, ես պետությանը Գուման եմ ուծել, ըստ օրենքով մի հատ աստիճան եմ սարքում, երկաթի ճաղավ անդալ, ու իրանք ինձանից ուզում են 1,800,000, հասկացա ինչ որ պետական տուրք, ասել եք որ պետական տուրք, խնդրեմ, մուծել եմ, ես էլ հդմեջ հետի, ասմա ինչի, դուք չեն գերը պահում եք, ուշադրությունը դարձնեք, որ իրենք Արաբկիր համայնքի բնակիչ են, հին բնակիչներից, նույն Արաբկիր համայնքում հիմա տեղի ունենում այլ ապօրինի շինարարություն, ամբողջ տարածքը քանդում են, էլի նույն այս մարդկանց թույլտվության շնորհիվ, այսինքն մի դեպքում մարդը որ ուզում է իր տունը բարեկարգի, թույլտվություն չի տրվում, մյուս դեպքում որ ուզում են ավիրեն հիմնահատակեն Արաբկիր համայնքը վերացնեն պատմական հիշողությունը, այդ դեպքում այս քաղաքային իշխանությունները գրկաբաց, ապօրինաբար, օրենքների խախտմամբ թույլտվություն են տրամադրում։ Այսինքն 1,800,000 ուղղ ընդամենը թույլտվություն տալու համար։ Որ լրիվ ինձի տան, հիմա արդեն ամեն ինչը պատրաստ է, վերջում ասեցին տարեж չեկը մուծի, գումարը, պետական գումարները մուծի, ասի դուք կգրեք, որ ես ինչ եմ մուծելու, ինչի համար պետք է մուծեմ, ասեց իհարկե կգրեմ, գումարները իրան գրել են, տվել են, տարել եմ, ինեկո բանկով, խնդրեմ, մուծել եմ, կանգնել է ինձ ասում է, ինչի այդ գումարը դու ինձի արձեր ես տվել, իմ գրպանն ամը։ Նարեկ Բարսեղյանը։ Այո, Նարեկ Բարսեղյանը, ասում է, ես թույլ չեմ տալու, ես եմ որոշողը, այսինքն իրա պապան որոշում էր, պապայից պրծանք, հիմա տղեն այեք է պաշտոնի վրա, տղեն մարդ է դարը, ոչ բանակ, ոչ մի բան, Այսօր յաբախտի գլխին փողեր անգե, մի հատ էլ աթոռա զբաղեցրել, վիժվածը, այսօր որը թույլ չի տալի մարդը, որ մենք պետք է աստիճան սարքենք։ Չեմ վիրավորում։ Բայց ինքը այդքան չկա, որ ինքը թելադրի, Նարեկը որ թելադրի, ասի ես պետք է աստիճան սարքեմ, թե չէ։ Հիմա այստեղ նորից եկել եք, ինչ որ մեկին ուզում եք հանդիպել։ Եկել եմ, այդ ցավը տանեմ, եկել եմ, համարներ են տվել, միլիոն անգամ, էսի
Ավինյանի օգնականն է, նայեք, իրանց գրածներն է։ Օգնականը չի, փոխքաղաքապետ Արմեն Փամբուկցյանն Ահա։ Էսի իրա բանն է։ Արմենի օգնականն է, թե քարտուղարուին է, չգիտեմ, էսի սենց։ Էս Լիլիթն է տվել, որ զանգեն։ 1000 անգամ տնից զանգում ես, էս համարներով։ Չկա, այն մեկի երեխեն ավատ, այն մեկի հետ ամահացես, ի վերջո ոնց է լինելու մեր վիճակը, ոնց է լինելու, ինչքան կարամ, ես արդեն գիտեք ինչքան գումար եմ ծախսել, ես ոչ մեկից, ոչ մի բան չեմ ուզում, ես ուզում եմ իմ ուժերով, ես իմ համար տուն սարքեմ, ես այդ իրավունք ունեմ, թե չէ, ի վերջո ես քաղաքացի եմ, ես չեմ եկե Ավինյանին ասեմ կամ պետությանը, դու գիտեք ինչ իմ երեխուն սպանել եք, բանակում գլուխը կերել եք, դուք ինձի փող տվեք, տուն սարքեմ, չէ, ես իմ ուժերով իմ տունն եմ սարքում, տունն էլ չեմ սարքում, աստիճանա վանդակ եմ սարքում, մի հատ այդ հատից ու թույլ չեն տալի, դուք հասկանում եք, որ արդեն ամեն ինչը կա փողը մուծած, նարեկ Բարսեղյանն ասում է գումար իմ գրպանը չի մտի, այսինքն ոչ պապան ա կերե, ոչ էլ տղեն ա կերե։